Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի խորհրդարանն ընդունեց Պոնդոսի հույներու ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Շուշանցի հուշագոթողը 20 տարի յետք Հրանտ Տինգ։ Տիգրանագերդի մեջ հազարավոր թռչուններ գուտակված են։ Արցախի կորքերը մշակութային բայկարի առաջնագիծին վրա։ Ճամփար Ջավախ 2026 թիմումները բաց են։ Հայ սպանված զինվորի հիշատակ Կուրքեն Մարգարյան։ Ավելի գոհ հայկական խոհանոցի կենթանի ավանդույթ։ 2026 թվականի փետրվար 11-ին Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 4-րդ նիստը տեղի ունեցավ առցանց ձևաչափով։ Նիստի ընթացքին միաձայն ընդունվեցավ Պոնդոսի հույներուն դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Քննարկվեցան նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության 2026 թվականի մոտակա պաշտոնական միջոցառումները, Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարելիցը, որ պիտի նշվի փետրվար 25-ին։ Անդրադարձ եղավ նախագահ Արմինակ Աբրամյանի միջազգային հաջողություններուն մարդու իրավունքներու եվրոպական դատարանի մեջ, ուր ներկայացված են արցախահայերու թիմում փողոքները Ադրբեջանի դեմ։ Նիստը կգնահատվի որպես կարևոր քայլ պատմական հիշողության պահպանման եւ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքներու պաշտպանության ուղղությամբ։ Շուշանցը պատմական հայկական գյուղն է Արևմտյան Հայաստանի Վան նահանգին մեջ Վարակ Լերան լանջին վրա։ Անունը ըստ ավանդության կփխի հայ իշխաններեն մեգուն տստեր Շուշան անունեն։ Գյուղը կգտնվեր Վարակավանքին մոտ, հայկական կարևոր հոգևոր կետրոններեն մեգուն մոտ եւ 20-րդ դարու սկիզբը ծագում բնակավայր էր հարուստ այգիներով եւ մշակութային կետրոններով։ 1915 թվականին ցեղասպանության եւ Վանի ինքնապաշտպանության օրերուն Շուշանցը վերածվեցավ մարտադաշտի։ Հայկական ջոկատները պաշտպանեցին դիրքերը, սակայն 1915-1918 թվականներու դեպքերուն հետևանքով հայ բնակչությունը հեռացվեցավ կամ ոչնչացվեցավ։ Այսօր Շուշանցը կգտնվի բռնակրաված տարածքին մեջ։ Հայկական հետքերը, եկեղեցու եւ գերեզմանոցերու ավերակները մասամբ պահպանված են, սակայն գյուղը զգալիորեն փոխած է իր տեսքը։ Շուշանցը հայրենի գյուղն է նաեւ նշանավոր ջարդարապետ եւ երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Պալդասար Արզումանյանի։ Անոր ստեղծագործությունը եւ գյուղի պատմությունը կվկայեն հայ ժողովրդի դիմադրողական եւ ստեղծագործ ոգիի շարունակականությունը։ Շուշանցի հուշագոթողը այսօր կհիշեցնի պատմական գորուստներն ու հայկական մշակութային ժառանգության պահպանման պայքարը։ Հրանտ Տինգի սպանութենեն գրեթե 20 տարի անցած է, սակայն արդարությունը դակավին անիրագործելի է։ Հրանտի ընկերներու նախաձեռնությամբ ընկերային ցանցերու մեջ բացված է ինչու ինձի թիրախավորեցին թվային արխիվը, նպատակ ունենալով հիշեցնել եւ բացահայտել սպանության ուղին եւ գրողները։ Արխիվը փաստաթուղթերով, մամուլի հրապարակումներով եւ թիրախավորման օրինակներով կներկայացնի 2004-2007 թվականներու շրջանը, երբ քայլ առ քայլ կառուցվեցավ սպանության ճանապարհը։ Դարվան ամբողջ ընթացքին հրապարակումներ պիտի կատարվին, որբեսի ընթերցողը տեսնե ինչպես եւ ով ստեղծեց այդ վտանգավոր միջավայրը։ Հրանտ Տինգ սպանութենեն անմիջապես առաջ գրած էր ինչու ինձի թիրախավորեցին հուշագիր, մանրամասնելով իր թիրախավորման գործընթացը։ Այս նախաձեռնությունը կբացահայտեր նաեւ համագործակցությունները, որոնք հնարավոր դարձուցին ոճիրի իրականացումը։ Տարբեր քաղաքներու, թադարաններու, մամուլի եւ պետական մարմիններու իրադարձությունները միասին դիտել են յետք բարձ կդառնա, թե որքան լայնածավալ եղած է հանցագործական գաբը։ Արխիվը օգուտ կտա նոր սերունդին հասկանալ եւ ապակային կանխել նման սպառնալիքները։ Այսօր մեկնարկած թվային արխիվը ոչ միայն կհիշեցնի անցյալը, այլ նաեւ կշեշտե, որ արդարությունը կպահանջի հստակ հիշողություն, ուշադրություն եւ հետեւողականություն։ Տիգրանագերդի Դիկլի համալսարանի դարածքի Գաբակլե լիճը դարձած է թռչուններու բազմազանության կետրոն։ Փետրվարի կեսերուն նկարահանված է բացառիկ տեսարան հազարավոր թռչուններ միաժամանակ սնվելով։ Կենսաբանության պրոֆեսորը կնշե, որ այսքան խիտ թռչնաբնակ կուտակում առաջին անգամ կգրանցվի։ Իսկ լիճի ջրային բաշարները կենսական են թռչուններուն եւ շրջակա էկոհամակարգի համար։ Ջուր կա, կյանք կա, կենսաբազմազանություն կա, կշեշտե պրոֆեսորը, ընդգծելով երկարաժամկետ պահպանության համար համագործակցության անհրաժեշտությունը։ Այսօր, երբ Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է վերացման վտանգին դեմ հանդիման, կորքերը կշարունակեն մնալ պատմական հիշողության ամենակայուն գրողները։ Անոնք սերունդ փոխանցվող լուր վկաներն են, պահպանելով ընտանիքի, համայնքի եւ ազգի ինքնությունը։ Հայկական կորքագործության համագարկին մեջ Արցախի ավանդությունը ունի առանձնահատուկ տեղ իր խոր խորհրդանշանակությամբ եւ ձևավորված գեղարվեստական լեզվով։ Հայ ազգագրագետ եւ արվեստաբան Աշխունջ Պողոսյան կմերժե այն բնդումները, թե այս մշակույթը ներմուծված է դուրսեն, շեշտելով, որ ան ձևավորված է հայկական լեռնաշխարհի մշակութային միջավայրին մեջ եւ ունի միջնադարյան հաստատված արմատներ։ 1202 թվականի երախորան կորքը հայկական արձանագրությամբ կվկայե արդեն 10-րդ դարուն բարձր զարգացած արվեստի մը։
1202 թվականի երախորան կորկը հայկական արձանագրությամբ կվգայի արդեն 10-րդ դարուն բարձր զարգացած արվեստի մասին, իսկ վիշապակորքերը ուր վիշապը կներկայանա որպես բահաբան եւ հաղթանակի խորհրդանիշ գարդացոլեն հայկական մտածողության յուրահատկությունը։ Արցախի մեջ կորքագործությունը համայնքային արարողակարգ մներ ուղեկցված երկով եւ դիսական ավանդույթներով։ 19-րդ դարուն ան դարձած էր համադարած սպաղմունք, իսկ ձևավորված ոճական հատկությունները պահպանված են դարեր շարունակ։ Արցախյան կորքերը բարձրապես արվեստի նմուշներ չեն, անոնք պատմական փաստաթուղթեր են, մշակութային շարունակականության կենդանի վկայություններ, որոնք այսօր ավելի քան երբեք կարիք ունին ճանաչման եւ պահպանության։ Ջամփար Ջավախ 2026-ը կհայտարարի մասնագետներու ընդունելություն, առաջարկելով անմոռանալի ամառնային փորձառություն 18 եւ բարձր դարիք ունեցող երիտասարդներու համար։ Ծրագիրը կիրականացվի հայ օգնության միության հովանավորությամբ եւ կգազմագերբվի Վրաստանի Ջավախքի հայկական բնակավայրերուն մեջ մշակված Ամերիկայի Միացյալ Նահանգներու Արևելյան Նահանգներու հայ երիտասարդներու խորհրդի կողմէ։ Մասնակցությունը անվճար է, տրամադրված են ճաշ, խորտիկներ եւ անհրաժեշտ դպրոցական բարականեր։ Խորհրդատուները հիմնական հյուսիսային Ամերիկային ժամանած կմեկնին Հայաստան եւ Ջավախք ամրապնդելու հայրենիքի հետ կապը եւ դեղացի հայ համայնքին հետ ջերմ հարաբերություններ։ Ջամփար Ջավախքը շարունակելով իր առաքելությունը կսադարե դարաճաշրջանի հայության եւ համայնքային կյանքի զարգացման։ Գազմագերբիչները կգոչեն թիմել աջակցի ծրագրին եւ դարաձել դեղատվությունը նախաձեռնության շարունակականություն ապահովելու համար։ 2004 թվականի փետրվար 19-ին 26-ամյա հայ գրծեր լեյտենանտ Քուրքեն Մարկարյան դաժանապար սպանվեցավ Բուդապեշտի մեջ ադրբեջանցի Սպա Ռամիլ Սաֆարովի կողմէ, երբ երկուքն ալ կմասնակցեին ՆԱՏՕ-ի համագործակցություն խաղաղության համար ուսուցման ծրագրին։ Սպանությունը, որը կատարվեցավ միայն անոր հայ ըլլալուն պատճառով, բացահայտեց ադրբեջանական վարչակարգի դաժանությունը։ 2006 թվականի ապրիլ 16-ին Սաֆարովը դատապարտվեցավ ցմահ ազատազրկման եւ 8 տարի Բուդապեշտի բանդին մեջ մնաց։ 2012 թվականի օգոստոս 31-ին Բաքվի պահանջով անհանձնվեցավ Ադրբեջանին, ընդունվեցավ որպես ազգային հերոս, արժանացավ ներումի Իլհամ Ալիևի կողմէ, ստացավ մայորի գոչում, ինչպես նաև բնակարան եւ 8 տարվան աշխատավարձ։ Ադրբեջանի թեմ գործը հասավ մարդու իրավունքներու եվրոպական դատարան 2020 թվականի մայիս 26-ին Ստրասբուրգի մեջ։ Դատարանը արձանագրեց, որ Քուրքեն Մարկարյանի սպանության հարցով Ադրբեջանի գործողությունները կկազմեն մարդու կյանքի իրավունքին եւ խտրականութենէ ազատ ըլլալու իրավունքին հակասող ոտնձգություն։ Իսկ բադիժը չկատարվեցավ, ինչը կբնութագրվի որպես էթնիկ խտրականության վրա հիմնված ադելության հանցագործություն։ Հայկական խոհանոցին մեջ ավելուկը տարեր շարունակ եղած է ոչ միայն սնունդ, այլև գոյատևման միջոց։ Քարնան ամիսներուն, երբ պահեստային մտերքները կսպարեին, ավելուկը կդառնար ընտանիքներու սեղանի կարևոր բաղադրիչ։ Ան կհավաքվեր լերներուն մեջ, կչորցվեր եւ կբահվեր ամբողջ տարվան համար։ Ավելուկը հարուստ է վիտամին C-ով եւ երկաթով, կփարելավե մարսողական համակարգը եւ կօգնե վերականգնել ուժերը քարնանային հոգնածության շրջանին։ Ան նաեւ կնկատվի օգտակար հագապորփոքային բույսմը, թեթև մրսածության եւ ընդհանուր թուլության բարականեր։ Ավելուկը միայն ուտեստ չէ, այլ մշակութային արժեք։ Շատերու համար ան մանկության հիշողություն է, դադիկի խոհանոց, ընտանիքի համատեղ սեղան եւ լեռնաշխարհի բնական միջավայր։ Այս ավանդությունը այսօր ալ կշարունակվի ժամանակակից ճաշարաններուն մեջ, ներկայացելով ավելուկը նոր համային համադրություններով։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։